Իսրայելն Իրանից պահանջում է ուրանի հարստացման լիակատար դադարեցում և միջուկային բոլոր օբյեկտների ապամոնտաժում։ Ողերիմ թշնամու վրա հարձակման համար Իսրայելին անհրաժեշտ կլինի ընդամենը 7 ժամ։ Միացյալ Նահանգների հետախուզության հաշվարկների տվյալները հրապարակել է New York Times-ը։ Ամերիկյան պարբերականը գրում է, որ Միացյալ Նահանգների նախագահի մերձավոր արևելքայցին ընդառաջ իսրայելցի պաշտոնյաները Վաշինգտոնին զգուշացրել էին Իրանի դեմ գրոհի նախապատրաստման մասին։ Թել Ավիվը մտավախություն ունի, որ փորձելով Իրանի հետ միջուկային գործարք կնքել, Թրամփը թույլ կտա պահպանել ծրագիրը, ինչպես եղավ 2015-ին, երբ Թեհրանին իրավունք էր վերապահվել ուրան հարստացնել։ Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Սպիտակ տան ղեկավարը Բիբիին զգուշացրել էր խուսափել միջուկային գործարքին խանգարող ցանկացած գործողությունից։ Իսրայելի ագրեսիան փաստացի կարող է դառնալ գործարքի դեմ սպառնալիք։ Թել Ավիվը ձգտում է օգտվել պահից ու լայնամասշտաբ գրոհ իրականացնել ընդդեմ Իրանի, անգամ առանց ամերիկյան ուժերի մասնակցության։ Իրանի ապամիջուկայնացման կոչով է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիան։ Իրանի արտգործնախարարն է պատասխանել Լոնդոնին։ Իրանում ուրանի զրոյական հարստացման վերաբերյալ Բրիտանիայի դիրքորոշումը միջուկային զենքի չտարածման պայմանագրի և Բրիտանիայի պարտավորությունների ակնհայտ խախտում է։ Սա նշանակում է, որ միջուկային խնդրում մեզ համար այլևս բանակցության ենթակա հարցեր չեն մնում։ Թեհրանը բազմիցս է հայտարարել միջուկային ծրագիրը կարմիր գիծ է, նույնիսկ ճնշումների պայմաններում։ Իսլամական Հանրապետությունը երբեք չի դադարեցնելու ուրանի հարստացումը, համոզված են նաև Միացյալ Նահանգներում։ Պարզապես իդեալական կլինի, եթե Իրանը չհարստացնի ուրան, նույնիսկ քաղաքացիական նպատակների համար կիրառելու նպատակով, բայց նման բան չի լինի։ Նրանք շարունակելու են հարստացնել ամեն դեպքում, նույնիսկ գաղտնի և ստորգետնյա տարածքներում, և նույնիսկ եթե մենք ռմբակոծենք արդեն գոյություն ունեցող օբյեկտները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը պետական այցով մեկնել է Օման։ Հենց Մասկատում էր սկիզբ դրվել Օմանի միջնորդությամբ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցություններին։ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները լավ արդյունք կտան։ Երախտապարտ ենք բարեկամական ու եղբայրական Օմանին բանակցությունների միջնորդության ջանքերի համար։ Հուսով ենք, որ այս գործընթացը լավ ու դրական արդյունքների կհանգեցնի։ Իրանի քաղաքական վերնախավը փորձում է հարթել տարաձայնությունները Միացյալ Նահանգների հետ։ Միաժամանակ բարձրաստիճան զինվորական հրամանատարությունը թշնամուն զգուշացնում է զերծ մնալ ցանկացած արկածախնդրությունից։ Մեր մատները ձգանի վրա են և դարանակալ սպասում ենք արագ արձագանքելու, եթե նրանք սխալ քայլ անեն։ Եթե որևէ հիմար սխալ գործեն, Իրանը սիոնիստական ռեժիմի առջև կբացի դժոխքի դռները։ Թեհրանը ոչ միայն Իսրայելին, այլև Ամերիկային զգուշացնում է, պատրաստ է ցանկացած սցենարի, թե դիվանագիտական, թե ռազմական։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։